Շնորհակալություն հարգելի գործընկերներ, նախագիծը կամ նախագծերի փաթեթը մանրամասն քննարկել ենք մեր հանձնաժողովում, ավելին ասեմ, մինչև հանձնաժողովի նիստը փաթեթի նախնական տարբերակը ուղարկել ենք բոլոր բիզնես ասոցիացիաներին եւ միություններին, որպեսզի կարծիքներ լսենք եւ իրենց հետ էլ են քննարկում կազմակերպել։ Ընդհանուր առմամբ, եթե շատ հակիրճ ասեմ, իմաստը հետեւյալն է, որ մենք ունենում ենք սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կենտրոնացված պետական մարմին եւ ինչը ենթադրում է նաեւ որոշ գործիքակազմերի կատարելագործում, որոշ նորմերի հստակեցում։ Մենք ունենալու ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փոխարեն մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ Իհարկե մեզ մոտ հարցեր առաջանում, իսկ դա կարող է սպառողների համար խնդիր առաջացնի այն մասով, որովհետեւ շատ դեպքերում տարբեր երևույթների դեպքում, երբ սպառողի շահերը ոտնահարում են, դա տարբեր կառույցների տիրույթում է։ Օրինակ, եթե հոսանքի տատանման հետ կապված շահեր են խախտվել, դա հանրային ծառայությունների կարգավորման դաշտում է, բանկային ոլորտը, կենտրոնական բանկն է զբաղվում, բայց ամեն դեպքում իմ պատկերացումը եւ մեզ ներկայացված է հետեւյալն է, որ գործում է արդեն իսկ հարթակ, որտեղ սպառողը իրեն հուզող ցանկացած հարցով կարող է մտնել on-line այդ հարթակում, ներկայացնել իր խնդիրը, այն տնտեսվարողին, որի հետ կապված ինքը հարց ունի եւ եթե այդ հարցը գտնվում է մրցակցության հանձնաժողովի տիրույթում, իրենք կզբաղվեն, եթե իրենց տիրույթում չի զբաղվում, իրենք ուղղորդեն արդեն համապատասխան այն մարմին, որը որ դա պիտի լուծի ու արդեն կապը կպահեն սպառողի հետ։ Դետալները, որոնք որ ներկայացված են կամ ձևակերպումները, մենք այդտեղ դեռևս որոշակի հարցեր ունենք լուծելու եւ նաեւ ազգային ժողովի փորձագիտական վարչության կողմից ահագին դիտարկումներ կան, որոնք որ էկոնոմիկայի նախարարը մեծ մասը արդեն իսկ նշեց, որ հակված են ընդունելու այդ բոլոր փոփոխությունները կկատարվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, կունենանք ավելի խորը քննարկումներ ու կխնդրեմ բոլոր գործընկերները թե մեր խմբակցությունից, թե ընդդիմադիր խմբակցությունից մասնակցեն, որտեղ կարևոր նախագծերի փաթեթ է։ Ես բային կոչ եմ անում կողմ քվեարկել ու քանի որ ժամանակ կա, պարոն Մանուկյան, պարոն Դանիելյան, ձեր հարցին անդրադառնամ այդ տնտեսվարողների սուպերմարկետների, մենք օրենքի նախագիծ ենք ընդունել, որը որ պաշտպանում է փոքր տնտեսվարողների շահերը, այդ վճարումների հետ կապված ու նաև այլ կարգավորումներ էլ է սահմանում, որը որ խտրական վերաբերմունք պետքա չլինի, այսինքն հստակ չափանիշներով։ Մի հատ եթե կարիք լինի իրար հետ կնայենք, եթե կարիք եղավ այդտեղ լրացուցիչ փոփոխություններ անելու, այդ էլ կանենք, մենք նախատեսում ենք իրականում այդպիսի փոփոխություն անենք։ Եվ պարոն Ազարյան, ձեր հարցին էլ անդրադառնամ, Yandex-ի վարորդները արդեն իսկ կարող են իրենց օրինական դաշտում աշխատողներ համարել, որովհետև մենք էլի օրենք ենք ընդունել, որի համաձայն իրենք գրանցում են այդ հարթակի միջոցով, վճարում են իրենց պատվերի 2%-ի չափով տուրք եւ իրենք համարվում են սպիտակ աշխատող, այսինքն վաղը մյուս օր եթե իրենք ուզենան բանկից վարկ վերցնել, այդ տեղեկանքը պետքա մեզ այդպես է ներկայացվում։ Եթե այդտեղ խնդիր կա, որ որևէ մեկը այդ հարկը վճարում է ու այդ տեղեկանքը չի կարողանում ստանալ կամ այդ տեղեկանքը որևէ մեկը հաշվի չի առնում, այդ արդեն ոչ թե իրենց խնդիրն, այլ մեր խնդրում եմ այդ դեպքերը մեզ փոխանցեք, մենք հասկանանք, որովհետև մենք որպես օրենքի ընդունման հիմնական փաստարկ ու առավելություն այլ այդ հանգամանքն ենք նշել։ Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար հերթագրում Գեհամ Նազարյան։ Պարոն Պապոյան, ես հիմա ներկայացնում եմ տաքսի ծառայություն իրականացնող վարորդների, եթե չասեմ օրական, եթեպես 2-3 անգամ այդ խնդիրը բարձրաձայնում են։ Ես հիմա ուզում եմ ձեզ եւ մեր բոլորի ուշադրությունը այդ խնդիրը
իրենք վճարում են հարկեր, ընդ որում, եթե չեմ սխալվում, 2 կամ 3 տեսակի հարկ են վճարում, բայց իրենք դուրս են մնում մնացած բոլոր աշխատող մարդկանց իրավունքներից, այսինքն հասարակ, երբ որ տեղեկանք աշխատավայրից, իրանք չեն կարող ներկայացնել տեղեկանք, որ իրենք Yandex ծառայությունում տաքսի են վարում։ Օգտվել բանկի ծառայություններից նույնպես չեն կարող, որովհետև բանկին չի հետաքրքրում, որ ինքը, այսինքն հետաքրքրում է այնքանով, որքանով կարող են բարեմաղթանքներ հղել, բայց կոնկրետ վարկ եւ մնացած այլ ծառայությունները իրենք դուրս են մնում։ Իրենք դուրս են մնում որպես աշխատանքային ստաժ։ Իրենք չեն ունենում աշխատանքային ստաժ, բայց իրենք ծառայում են, վճարում են բավական մեծ գումար եւ ելի դուրս են մնում։ Ես խնդրում եմ, որ դուք հաշվի առնեք այս ամեն ինչը եւ շատ արագ դուք մենք այդ մարդկանց տանք հստակ պատասխան, ինչու իրենք դուրս են մնում եւ ինչ է պետք էլ անել, որ իրենք դառնան աշխատանքային ստաժ ունեցող մարդ համարվեն։ Եվ վերջում ասեմ, որ ամեն դեպքում ինչքան էլ որ ազատական լինի մեր տնտեսությունը, ինչքան էլ անձրևը ուժեղ լինի, չի կարող 1000 դրամից ծառայության գինը միանգամից աճել դառնալ 3200 դրամ 4 կիլոմետր տարածքի համար։ Այդ ծաղր է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, ընդամենը։